Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Բելարուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ադրբեջան այցի ընթացքում խոսել է 44-օրյա պատերազմի նախապատրաստություններին իր մասնակցության մասին եւ կոչ արել ԲՀԿ նախագահին արձագանքել այդ հայտարարություններին։ Փաշինյանը նաեւ նշել է, որ Ուկրաինայի հարցում Հայաստանը Ռուսաստանի դաշնակից չէ։ Անդրադառնալով Ֆրանսիայի նախագահի աջակցությանը նա ասել է, որ դրա արդյունքները կերևան մայիսի 28-ին։ Բարգավաճ Հայաստան, ուժեղ Հայաստան եւ Հայաստան դաշինքի ներկայացուցիչները Պրագայի հոկտեմբերի 6-ի հայտարարությունից առաջ երկու անգամ ամենաբարձր մակարդակով հնչել է Ռուսաստանի Դաշնության կողմից հայտարարություն Ղարաբաղի Ադրբեջանի մաս լինելու վերաբերյալ։ Իրանք ոնց են մեկնաբանում դա։ Ես չեմ լսել այդ մեկնաբանությունը։ Հաջորդը ես ուղիղ ասել եմ Բելարուսի նախագահը ուղիղ Ադրբեջան կատարած այցի ընթացքում հայտարարել է, որ ինքը Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահը միջև այդ թեմայով դիրքորոշում չի արտահայտել։ Թող արտահայտի դիրքորոշումը։ Բելարուսի նախագահը հայտարարել է, որ հայերը ոչ մեկի բացի բանից ԵԱՏՄ-ից պետք չեն։ Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահը թող արտահայտվի այդ առիթով։ Ինչ վերաբերվում է Ուկրաինայի նախագահի այցին, ես նախկինում եմ այդ թեմայով արել եմ հայտարարություններ, մենք Ուկրաինա հումանիտար օգնություն ենք ուղարկել եւ ես ասել եմ, որ դեռ գիտեք երբ եմ ասել դա, կամ 22 կամ 23 թվին, չեմ հիշում, ասել եմ, որ Ուկրաինայի հարցով մենք դաշնակից չենք Ռուսաստանի։ Եվ դուք գիտեք, որ թե Ալմաթայի հռչակագիր ինչ կարևոր եւ սկզբունքային նշանակություն ունի մեզ համար եւ մենք հենվում ենք Ալմաթայի հռչակագրի վրա եւ այդ հենքի վրա ենք կառուցում խաղաղությունը Ադրբեջանի հետ։ Եվ սա մեր սկզբունքային դիրքորոշումն է։ Ինչ վերաբերում է թե Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ինչ է արել, մայիսի 28-ին կտեսնեք ինչ է արել։ Ինչի պատմեմ։ Ցույց կտամ։ Փաշինյանը հայտարարել է, որ չի մասնակցի մայիսի 9-ին հաղթանակի շքերթին։ Նրա խոսքով դեռ ապրիլին Մոսկվա այցի ընթացքում այդ մասին տեղեկացրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, նշելով, որ քարոզարշավի պատճառով չի կարող ներկա լինել միջոցառումներին։ Փաշինյանը նաև չի հստակեցրել, արդյոք իր փոխարեն Հայաստանից այլ պաշտոնյա կմեկնի Մոսկվա, թե ոչ։ Փաշինյանին մնացել է մեկ բան վաճառել եվրոպացիներին, դա հակառուսական քաղաքականությունն է եւ եվրոպացիները շատ հաճույքով կգնեն դա նրանից իր տան հրավիրված ասուլիսի ընթացքում նման համոզմունք է հայտնել ուժեղ Հայաստան կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։ Ես գտնում եմ մեր իշխանության կողմից իր դաշնակցի նկատմամբ դա հիմարություն էր։ Եվ նույնիսկ կարող եմ ասել սրիկայություն էր մեր ժողովրդի հանդեպ, քանի որ եվրոպացիները դա կազմակերպել էին, ընդամենը Զելենսկուն բերել էին, որ Փաշինյանը իրեն ռուսերեն ասեմ մաստեր կլաս տա, ինչպես պետք է համարձակ ձևով հանձնել սեփական տարածքները։ Ես անհանգստություն ունեմ, որ այդ ամենից մեր ժողովուրդը օգուտ չի ունենալու։ Փաշինյանը ամեն ինչ հանձնելով իրեն մնացել է ընդամենը մեկ բան վաճառել եվրոպացիներին։ Դա հակառուսական քաղաքականությունն է, ինչը եվրոպացիք շատ հաճույքով կգնեն իրանից։ Կարապետյանը հերքում է այն ասեկոսեները, թե ինքը քաղաքականություն է մտել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանձնարարությամբ, նա այդ մասին խոսեց։ Այսինքն ինչ եք դուք ուզում։ Պուտինը ինձ կանչեց, ասավ, գիտես, շուտով հորդ 40-ն է, իմ իջայլոց այսօր 1 տարին է լռանում, ինչը այս ամբարո իշխանությունները
ինձ զրկեցին մասնակցել դրան միջոցառմանը։ Կանչեց ինձ ասեց, դու կգնաս անպայման կմասնակցես օրդ 40-ի պատարագին, դուրս գալուց մենք ունենք մեր գործակալ լրագրողը, կմոտենա քեզ, մի հատ հարց կտա, հետո ունենք մեր գործակալ Փաշինյանը, քեզ ձերբակալի, կալանավորի, տանիք պահի ամենածանր պայմաններում, դրանից հետո դու խելքդ գլուխդ կհավաքես, կմտնես քաղաքականության մեջ, կգնաս կհաղթես։ Եթե դուք այդպես եք պատկերացնում, ես ոչ մի մեկնաբանություն չունեմ։ Անդրադառնալով Ռուսաստանի հետ հարաբերություններին, Կարապետյանն ասել է, որ Ռուսաստանին թշնամի չի համարում, սակայն առաջնահերթ է դիտարկում Հայաստանի եւ հայ ժողովրդի շահերը։ Բաքվում ապօրինի գերեվարված եւ բանտարկված Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտարարություն է տարածել արձագանքելով Հայաստանի ՄԻՊ Անահիտ Մանասյանի պատասխանին։ Նա դժգոհել է, որ Ադրբեջանում պահվող հայ գերիների պաշտպանության հարցում չկա հստակ պատասխանատու եւ արդյունավետ պետական մեխանիզմ։ Վարդանյանը նշել է, որ տարիներ շարունակ գերիների հետ կապի անհրաժեշտ իրերի փոխանցման եւ պատշաճ աջակցության համակարգ չի ստեղծվել, իսկ օգնությունը հաճախ կազմակերպվում է ոչ թափանցիկ։ Նա նաեւ հարց է բարձրացրել, թե արդյոք Հայաստանի վարչապետը տեղեկացված է ստեղծված իրավիճակից եւ ով է պատասխանատու գերիների հարցերով աշխատանքների համար։ Ինչպես է ստացվում, որ Հայաստանի ներկայացուցիչները կարող են Ադրբեջան մեկնել առևտրային, տնտեսական եւ այլ հարցեր քննարկելու նպատակով, բայց չեն կարողանում կազմակերպել այց հայ գերիների կյանքի, առողջության եւ իրավական կարգավիճակի հարցերով։ Արդյոք մարդկանց ճակատագիրն առևտրային բանակցություններից առավել կարեւոր չէ, ինչու մինչ օրս բանտարկյալներին ամենաանհրաժեշտ իրերը փոխանցելու նորմալ մեխանիզմ կազմակերպված չէ։ Մի շարք անձինք արդեն ավելի քան 1 տարի ոչինչ չեն ստանում։ Արդյոք այս ամենը հայտնի է վարչապետին Նիկոլ Փաշինյանին, ով է անձամբ պատասխանատու այս գործընթացի կազմակերպման համար, ինչպիսին է հաստատված կարգը, ինչու այն չի պահպանվում, չեք ամաչում, ամոթ չէ ստանալ խաղաղության մրցանակ, խաղաղության մասին խոսել եւ ծափահարություններ ընդունել, երբ Հայաստանի քաղաքացիները շարունակում են Բաքվի բանտերում մնալ։ Հայտարարեք պատասխանատու անձին, հրապարակեք աշխատանքի մեխանիզմը, բացատրեք վերջին 6 տարիների ընթացքում ինչ է արվել, կամ էլ ազնվորեն խոստովանեք, որ այդպիսի պատասխանատու գոյություն չունի եւ գերիների իրենց պետությունից օգնություն ակնկալելը անիմաստ է։ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը ազգային ժողովում հայտարարել է, որ օմբուդսմենը չի կարող իր մանդատն իրականացնել այլ պետության տարածքում, այդ թվում Բաքվի բանտերում մշտադիտարկում անցկացնել։ Նա նշել է, որ նման այցերի նպատակը պետք է հստակ ձևակերպված լինի եւ ընդգծել, որ կարեւոր է Ադրբեջանում պահվող հայերի ազատ արձակումը։ Գործիքները մենք ենք ընտրում, թե ինչ դրամաբանությամբ եւ ինչ արդյունավետությամբ հնարավորություն կունենանք նպատակին որևէ հասնելու, միանշանակ այս անձանց իրավունքներով իրապես մենք անկախ դիմումներից եւ անկախ մեզ դիմելիության հանգամանքից ամենօրյա ռեժիմով զբաղվում ենք, հետեւաբար այս դիտանկյունից եթե դեմ չեք հրապարակման ենթակա տեղեկատվության արկայության դեպքում մենք բնականաբար կհրապարակենք, բայց շատ ավելի մանրամասն մենք հրապարակային հանդես ենք եկել, երբ Ռուբեն Վարդանյանի ուղերձին հրապարակային նաեւ Ես այս հարցին պատասխանել եմ Հայաստանի բանկող տարածքներում։ Ես այս հարցին պատասխանել եմ հրապարակային եղանակով տեքստը, եթե նայեք, այլ հրապարակման ենթակա այլ հրապարակման վայրերում դուք այդպես եք այո նշում, բայց այս դեպքում դուք չել արգելվում, չէ՞ որ կարող եք գնալ, այսինքն ինչ մտահոգությունը որն է, անհանգստությունը գնալու, վախ ունեք այնտեղ գնալու, ինչն է պատճառը։ Մեկ կարծես թե ես գրեթե որևէ բան չկա ինչից վախ ունեմ, այդ թվում տարբեր կենթանիներից, միջատներից եւ այլն, այսինքն վախերի հետ կապված եք չխոսենք, որովհետեւ մի քիչ ավելորդ է հատկապես մարդու իրավունքների պաշտպանի պարագայում նորից եմ կրկնում, մարդու իրավունքների պաշտպանի պարագայում ընդհանրապես կարիք չկա խոսել վախերի արկայության մասին, որովհետև մարդը երբ ստանձնում է այս առաքելությունը, այսպես ասեմ, դուք չեք պատկերացնում, թե տարբեր ինչ իրավիճակների մեջ ենք մենք լինում, այդ թվում տարբեր վայրերում, որոնք այցելում ենք։ Հետևաբար սրա մասին չենք խոսում, ինչ վերաբերում է հրապարակման ենթակա տեղեկատվությանը, եթե արկա լինի, ես բնականաբար հրապարակման ենթակա տեղեկատվությունը կհրապարակեմ։ Հայաստան խմբակցության ղեկավար Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը հայտարարել է, որ իշխանությունները փորձում են 44-օրյա պատերազմի հիմնական պատասխանատվությունը դնել միայն բանակի վրա, մինչդեռ պատասխանատվություն են կրում իշխանության բոլոր թևերը։ Պատասխանատվություն պետք է կրեն բանակից բացի ուժային այն կառույցները, ովքեր որ մարտի դաշտում են եղել։
Ես հարց եմ տալիս, պարզ, ասում եմ բանակից բացի, գոնե մեկ կամ մի քանիս, գոնե տոկոսային առումով, կան քրեական գործեր, ովքեր որ պատասխանատվություն են կրում պատերազմի համար։ Ոստիկանական այն ստորաբաժանումները, որոնք որ պատերազմի դաշտում զգալի մասով հետնահանջ են ունեցել եւ չեն կարողացել կարգ ու կանոն հաստատել պատերազմի դաշտում, բայց 2022 թվականին գիտեք ինչ է եղել։ Առաջի գեներալները մարտական գործողություններից հետո, պատերազմից հետո 3 գեներալ եւ բանակից եւ նաեւ ուժային կառույցներից գեներալ-մայորներ են ստացել։ Պատասխանատվություն ընդ որում նաեւ ռազմական ոստիկանության պետը, որը որ մարտի դաշտում կարգ ու կանոն հաստատելու օրինականություն պահպանելու համար անմիջական պատասխանատվություն պետք է կրի։ Եվ իհարկե պատասխանատվություն պետք է կրեն այն մարդիկ, ովքեր որ տեսնելով այդ ամբողջ նահանջը խրախուսել են ամբողջ նահանջի ճանապարհը։ Դա երկրի այսօրվա ղեկավարին է վերաբերվում։ Այն ժամանակ եւ նախագահան եւ այսօրվա վարչապետը ինքը ասում է հետեւյալը. դե ինչ ներկայացրել են, ես էլ դա ներկայացրել եմ նախագահային խրախուսման համար։ Գեներալական կոչումներ, հերոսներ, ինչ է դու քո պարտականությունները չգիտես, չես հասկանում, որ զինվորականը, որ պետական այրը ինչ պարտականություններ ունի եւ ինչպիսի խնդիր է ինքը կատարում։ Եթե մարտի դաշտում ինչ որ միտեղ հակագրոհ է կազմակերպվել, ապա թող այդ կապիտանը, սերժանտը, շարքային է հերոսի կոչում ստանա, ոչ թե այն անձնավորությունները, ովքեր այդ ամբողջ ճանապարհի պատասխանատուն են եղել։ Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Այհան Հաջիզադեն քննադատել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոյին Լեռնային Ղարաբաղ տերմինի օգտագործման համարային անվանելով Ադրբեջանի ինքնիշխանության դեմ ուղղված անընդունելի քայլ։ Հաջիզադեն նաև մեղադրել է Ֆրանսիային երկակի մոտեցման համար, պնդելով, որ անտեսվում են օկուպացիայի տարիներին ադրբեջանական մշակութային ու կրոնական ժառանգության վնասման դեպքերը։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը պատմել է, որ վերջերս հանդիպում է ունեցել Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի հետ։ Փեզեշքյանը հայտարարել է, որ հանդիպումն անցել է անկաշկան մթնոլորտում, իսկ քննարկումները տևել են գրեթե 2.5 ժամ։ Սա Խամենեիի եւ Փեզեշքյանի անձնական հանդիպման մասին առաջին պաշտոնական հաղորդագրությունն է։ Միևնույն ժամանակ Իրանի նախագահը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցում քննարկել է տարածաշրջանային վերջին զարգացումները, բանակցությունների ընթացքը եւ որոշ ռազմական հարցեր, այդ թվում Հորմուզի նեղուցում ստեղծված իրավիճակը։ Միացյալ Նահանգների հետ բանակցությունների ընթացքում Իրանի նկատմամբ 2 անգամ ռազմական գործողություններ են իրականացվել, ինչը նա որակել է որպես հարված մեջքից։ Նա նաև նշել է, որ Միացյալ Նահանգների մեծ պահանջներն ու սպառնալիքները բարդացնում են դիվանագիտական գործընթացը, ընդգծելով, որ Իրանը պատրաստ է հարցեր լուծել միջազգային իրավունքի շրջանակում։ Մակրոնը իր հերթին հայտնել է Ֆրանսիայի աջակցությունը հրադադարին եւ բանակցություններին, այդ թվում Հորմուզի նեղուցի անվտանգության եւ տարածաշրջանային կայունության հարցերում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ վերջին 24 ժամում Իրանի հետ բանակցությունները եղել են շատ լավ, սակայն չի նշվում հստակ վերջնաժամկետ Թեհրանի պատասխանին սպասելու համար։ Նա նշել է, որ կողմերը մոտ են համաձայնության եւ Իրանը ըստ իրեն ընդունել է միջուկային զենք չունենալու պահանջը, թեև դա պաշտոնապես հաստատված չէ։ Սպիտակ տան աղբյուրների քննարկվում է ժամանակավոր փոխհմբռնման փաստաթուղթ, որը կարող է հիմք դառնալ հետագա բանակցությունների համար, ներառելով Իրանի միջուկային ծրագիրը, պատժամիջոցները եւ Հորմուզի նեղուցի հարցերը։ Իրանի արտգործնախարարությունը հայտնել է, որ ԱՄՆ առաջարկը դեռ քննարկման փուլում է։